Մի գիշեր, որ փոխեց աշխարհը, Հիսուս ծնվեց ոչ պալատում, ոչ շքեղության մեջ, այլ խոնարհ պայմաններում։ Հիսուս եկավ որպես լույս, որ լուսավորի աշխարհը։ Հիսուս եկավ բոլորի համար, ոչ ոքի չբացառելով։ Հիսուսի ծնունդը հիշեցնում է, որ մարդ կարող է փոխվել, սկսել նոր կյանք հավատքով և սիրով։ Սուրբ ծնունդն ունի խոր հոգևոր նշանակություն։ Քրիստոսի ծնունդը խորհրդանշում է ճշմարտության և հույսի հայտնությունը, լույսի գալուստը աշխարհ։ Մարդկանց կոչ է անում փոխվել, ներել, բարություն անել։ Լույսն է լուսավորում մութը։ Նրա ծնունդը նշան է, որ պետք է գործել սրտով, ոչ ուժով։ Աստված մարդ դարձավ, որպեսզի մոտ լինի մարդկանց, ցույց տա սիրո ճանապարհը, որ սերն ու բարությունը կարող են հաղթել չարին, վախին և հուսահատությանը։ Իսկ ինչու ծնվեց գիշերը։ Գիշերը մութ է, սպասում կա, հույսի կարիք։ Հիսուս եկավ որպես լույս, որը լուսավորում է մութ աշխարհը։ Սա լույսի և խավարի հակադրություն է։ Խոնարհություն և խաղաղություն է խորհրդանշում։ Գիշերը լուռ և հանգիստ է։ Երբ մարդիկ հանգիստ են, բաց է նրանց ներաշխարհը, միտքը, հոգին։ Գիշերը բոլորի համար հավասար է, հարուստ է աղքատ։ Հիսուս ծնվեց աղքատ ընտանիքում, Մսուրում։ Սա ցույց է տալիս, որ Աստված չի փնտրում փառք ու հարստություն։ Մարդ պետք է մոտենա Աստծուն խոնարհությամբ և պարզությամբ։ Սա խոնարհության խորհրդանիշ է։ Եվ մեծ գործեր կարող են ծնվել պարզ և աղքատ միջավայրում։ Նույնիսկ ամենավատ իրավիճակում կարող ենք հանդիպել Աստծո մեծությանը։ Հիսուսի Մսուրում ծնվելը ցույց է տալիս, որ իրական մեծությունը խոնարհությունն ու բարությունն են, ոչ իշխանությունն ու հարստությունը։ Նույնիսկ հուսահատության մեջ հնարավոր է գտնել ճանապարհ դեպի լավը։ Հիսուս եկավ արևի պես, մարդկանց սրտերին լույս և սեր տալու։ Ինչպես Հիսուս փոխեց աշխարհը։ Փոխեց, թե ով է մեծը։ Մինչ Հիսուսի ծնունդը մեծ էր համարվում ուժեղը։ Հիսուսի ծնունդով մեծ դարձավ խոնարհը։ Փոխեց իշխանության իմաստը։ Իշխելը չնշանակեց տիրել, այլ ծառայել։ Փոխեց սերը։ Սերը դարձավ ոչ թե խոսք, այլ զոհողություն։ Փոխեց հույսը։ Հույսը այլևս չկախվեց հանգամանքներից, այլ խոստումից։ Փոխեց մարդու արժեքը։ Մարդը կարևոր դարձավ ոչ իր դիրքով, այլ որովհետև սիրված է Աստծուց։ Հավատքը օգնում է գտնել նպատակ, տալիս է ուղեցույց, ինչպես ապրել բարությամբ և սիրով։ Երբ հավատում ես Աստծուն, ավելի շատ ես ուզում օգնել մյուսներին, լինել ազնիվ, համբերատար, կարեկցող։ Քրիստոնեական բոլոր եկեղեցիների հիմքը Քրիստոսն է, որպես Աստված և մարդ։ Սուրբ ծնունդը քրիստոնյաների համար մեծ տոն է, մեծ ուրախություն։ Միշտ հնարավորություն է փրկության և նոր սկզբի։ Արևմտյան եկեղեցիները Սուրբ Ծննդյան տոնը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ հայ առաքելական եկեղեցին, պահպանելով հին ավանդույթը, նշում է հունվարի 6-ին, Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը միասին։ Որոշ ուղղափառ եկեղեցիներ դեկտեմբերի 25-ը նշում են ըստ հին օրացույցի, ինչը համապատասխանում է հունվարի 7-ին։ Այս տարբերությունը ոչ թե բովանդակային, այլ պատմական և օրացուցային ընտրության հարց է։ Քրիստոնեությունից շատ առաջ հեթանոս ժողովուրդները նշում էին ձմեռային արևադարձը, այն ժամանակ, երբ օրերը սկսում են երկարել տարվա ամենաերկար գիշերից հետո։ Այս տոնակատարությունները խորհրդանշում էին լույսի վերադարձը և բնության վերածնունդը։ Հին Հռոմում այս տոների ժամանակ զարդարում էին տները, նվերներ փոխանակում, ինչպես այսօր անում են Սուրբ Ծննդյան տոներին։ Հին հռոմեացիները ձմռանը դեկտեմբերի 25-ին նշում էին մի կարևոր տոն՝ անպարտելի արևի ծնունդը։ Երբ քրիստոնեությունը տարածվեց, եկեղեցին ընտրեց նույն օրը, որպեսզի մարդիկ այդ օրը հիշեն ոչ թե արևի տոնը,
այլ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այսինքն հին հռոմեական տոնը և քրիստոնեական տոնը նույն օրն է, բայց իմաստը տարբեր է։ Երեք իմաստունները մանուկ Հիսուսի նվերներ բերեցին, որ ցույց տան հարգանք, հավատ, նվիրվածություն։ Սուրբ ծնունդը ոչ միայն ստանալու, այլև տալու տոն է, սովորեցնում է մարդկանց տալու, ոչ միայն ստանալու։ Մարդկանց պարտքն է սիրել և հոգալ միմյանց համար, ընտանիքում և շրջապատում սեր տալ, բարություն, ջերմություն։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։